Ինչ է սպասվում Երևանի կենտրոնում գտնվող իրենից պատմամշակութային արժեք ներկայացնող AUKS-ի շենքին։ Այս հարցի պատասխանը ստանալու համար այսօր փողոց էին դուրս եկել մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ։ Նոր սարքվողի մասին է եւ որ այդ շինությունը ապօրինի է կատարվում։ Վարդան Գերավիճյանի խոսքով այն, որ AUKS-ին կից կառույցն այսօր բարձրանում է բազմաթիվ խախտումներով, հաստատել են արտակարգ իրավիճակների նախարարությունը, ճարտարապետների միությունը եւ քաղաքաշինության նախարարությունը։ Բոլոր այն մարմինները, որոնք պարտավոր են քաղաքապետին տեղեկացնեն իրականության մասին, նրանք տեղեկացնում են փաստորեն, որ դա խախտումներով է։ Ուրեմն այստեղ մի բան կա, կամ քաղաքապետը տեղեկացված լավ չի եղել, կամ էլ ես չգիտեմ ինչ մտածեմ։ Վարդան Գերավիճյանը նաև տեղեկացրեց, որ մեկ շաբաթ առաջ իրենք դիմել են մշակույթի նախարարությանը շինարարությունը դադարեցնելու խնդրանքով, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել։ Իսկ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Կարո Այվազյանի խոսքով այս հարցն իրենց իրավասությունների մեջ չի մտնում։ Եթե քաղաքաշինական խնդիր է, թող քաղաքաշինությունը, քաղաքաշինության նախարարությունը եւ Երևանի քաղաքապետարանը, որը որ լիազորված է այդ հարցով, թող ինքը այդ հարցը լուծի։ Աբովյան 3 շենքի սեփականատեր Վալոդիա Բեջանյանին վրթովեցնում է ոչ թե այն փաստը, որ AUKS-ի հարևանությամբ անօրինական շինարարություն է ընթանում, այլ որ AUKS-ն իրեն չեն վաճառել։ Խնդրում իրաց հարցը քանսով վաճառեցին այս AUKS-ի շենքը։ Չնայած նրան, որ AUKS-ի շենքի ճակատագրով մտահոգվող քաղաքացիները չեն հավատում արդար դատավարությանը, դիմել են դատարան եւ սպասում են։ Այս ամսի 15-ին ժամը 12-ին Թբիլիսյան խճուղի վրա գտնվող ուրեմն դատարանում կլինի նորից լսումներ։ Սաթնիկ Հովսեփյան, Սևակ Մեսրոպյան, IPF